Շուշի, հայկական անառիկ բերդաքաղաքը Արցախի սիրտը և ռազմավարական բարձունքը։ 2020 թվականի աշունը հայ ժողովրդի պատմության ամենադաժան էջերից մեկն էր, որի ողբերգական գագաթնակետը դարձավ անառիկ Շուշիի անկումը։ Ինչպես և ինչ պայմաններում ընկավ հայոց բերդը և ինչ հայտարարություններ էին հնչում այդ օրերին նրանց կողմից, ովքեր պարտավոր էին պաշտպանել այն։ Պատերազմի արդեն 40-րդ օրը հոկտեմբերի 29-ին կանխազգալով վտանգը Արցախի նախագահ Արայք Հարությունյանը դիմեց ժողովրդին, ընդգծելով քաղաքի կարևորությունը։ Թշնամին գտնում է այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, առավելագույնը 5։ Եվ թշնամու նպատակն է, գերնպատակն է գրավել Շուշին, տիրանալ Շուշիին։ Օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում և պետք է պատժենք հակառակորդին հենց Շուշիի դարպասներում։ Հաղթանակը մերն է լինելու, համոզված եղեք, ես հավատում եմ հաղթանակին։ Նոյեմբերի 4-ին ադրբեջանական ուժերը սկսեցին գլխավոր հարձակումը Շուշիի ուղղությամբ։ Նոյեմբերի 7-ի լուսաբացին դիվերսիոն խմբերն արդեն քաղաքի մատույցներում էին։ Հարձակվեցին ժամը 3:20, ամսի 4-ի լույս 3:20 արդեն սկսվեց ճակատամարտը սկսվեց, որտեղ որ մեր տղաներն էին մասնակցում եւ 8:30 ժամ մարտ տալով 2 զոհ թողեցինք խրամատում, մեկի եղբայրս էր Անդրանիկ Սարգսյանը, մեկն էլ Արմո Մադաթյանը։ Տղաները հանձնվեցին, քանի արդեն պաշտպանությունը հնարավոր չէր, քանի գնում մոտենում էր, նռնակները էին շպրտում արդեն, դուրս եկան մեր տղաները, իրենք թեքվեցին Իսայի աղբյուրով, այդ բարձրացան բարձունքը մտան Իսայի աղբյուր, այդտեղով արդեն շարժվեցին դեպի Ստեփանակերտի կողմը, բայց դեպի Շուշի գալու նպատակով։ Չնայած պաշտոնական հայտարարություններին, թե ամեն բան կարգին է, Շուշվա ու գլում հայ կամավորականներն ու զինծառայողները կռվում էին ադրբեջանական տանկերի և թվապես իրենց մի քանի անգամ գերազանցող Յաշմա զորախմբի զինվորների դեմ։ Եկան ու ներքևի ճանապարհով Ստեփանակերտի Շուշիի ներքևի մուտքով, ուրեմն նոյեմբերի 5-ին ժամը 6-ի կողմերը 2 հատ ջոկատ մտավ Շուշի, իրենց այդ Յաշմա ջոկատներ, որ մտավ Շուշի, ու այդտեղ էլ արդեն սկսվեց մարտերը, արդեն Շուշիում սկսվեց մարտերը։ Ճիշտ է, լավ մարտ է տեղի ունեցել, մերոնք այնպես չի, որ ուզորություններ ա գնում, որ առանց մարտերի հանձնվել է, ասենց, մերոնք կռվել են։ Այդ օրերին ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու բեռը մասամբ դրված էր նաև Արցախի նախագահի այդ ժամանակ խորհրդական Դավիթ Բաբայանի ուսերին։ Շուշին այս պայմանությամբ դարձել է մարտադաշտ և այնտեղ ընթանում են շատ թեժ մարտեր։ Հետևաբար այս պայմանությամբ խոսել կարգավիճակի մասին դառնում է մի քիչ ճիշտ չէ և վաղաժամ է։ Կարող ենք ասել միայն մեկ բան, որ այնտեղ ընթանում են շատ համառ մարտեր և տարբեր տիպի տարբեր մակարդակներով, այսինքն և մարտեր, և Բրիտանին է աշխատում, և տարբեր այլ զինատեսակներ են գործադրում։ Այս հայտարարությանը զուգահեռ Երևանից պաշտոնյաները շարունակում էին համոզել, որ քաղաքը հուսալի պաշտպանության տակ է։ Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների, դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս հիմնականում հանդիպելով մեր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում, օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, կորուստներ կրելով շպրտել տվյալ բնագծերից։ Ադրբեջանի նախագահը ասում է, որ այդ զորքերը հարձակվում են դեպի Շուշի, բայց հարց է, ինչպես է լինում, որ հարձակվողներին մենք պիտի հատ-հատ հայտնաբերենք ու ոչնչացնենք։ Տվյալ դեպքում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դնում է խորհրդանշական խնդիր և այդ խնդիրը կատարելու համար նա պատրաստ է հաշվի չնստել որևէ կորուստի հետ, որևէ գնի հետ, վստահացնում եմ, այդ դեպքում ցանկացած պատերազմում, ցանկացած պարագայում հնարավոր է, որ մի դիվերսիոն հետախուզական խմբի հաջողվի ներթափանցել որևէ բնակավայր
եւ 1 կամ 2 րոպեով ինչ որ դրոշակ բարձրացնել, բայց գլխովին ոչնչացվելու գնով։ Եթե դրոշ բարձրացնելու գինը այդ ստորաբաժանումների գլխովին ոչնչացնում է, մենք պատրաստ ենք այդ կերպ արձագանքել դրոշակ բարձրացնելու բոլոր փորձերին։ Վերջին օրերի մարտերը Շուշիում, թե Շուշիի համար հարցը ստացավ իր ողբերգական պատասխանը։ Նոյեմբերի 8-ին մարտիկները զենքը ձեռքներին ստիպված էին լքել քաղաքը։ Տղերքը, որ կապ չկար, չգիտեին ինչա կատարվում, ասում են Շուշին տված է, Ստեփանակերտը տված է, ու այդ մեր տղերքը հրամանատար ասում է ինչա կատարվում, ես ինչա կատարվում, ասում է всё արդեն Շուշին տվալ են, Ստեփանակերտը տվալ են, ասում չէ, ես ասում տանան եմ կամ ասում ճիշտ եմ ասում, համ ասում եմ, համ գոռում լի, որ իսկապես ես Ստեփանակերտա եմ կամ դիպեն չկա, պանիկա եպեն, давайте շուտերեցիք, ձեզ հավաքեցիք դիրքավորվում ենք, ամենքս մեր տեղը կանգնում ենք, ստեղից ոչ մի տեղ չունենք գնալ։ Ուտի Էլանը մնացանք, դե մի քանի ժամ հետո ասում են Շուշին չկա։ Զինծառայողները ստիպված լքում էին դիրքերը, իսկ քաղաքական ղեկավարությունը անում էր իր հայտարարությունները, որոնք հաճախ իրարամերժ էին եւ հանրության շրջանում շփոթություն էին առաջացնում, թե Երևանում, թե Ստեփանակերտում։ Ինչքան ուժեր կար, պետք է ներդրվեր դեպի Շուշիի պաշտպանությանը, որովհետեւ Թշնամին մտածում էր, որ ինքը Շուշին վերցնելով, հենց դրանով կարող է պիտի կանգնի։ Իր նպատակը էր, որ Շուշի քաղաքը վերցներ, այդ անառիկ բերդը վերցներ եւ երևի մեր կողմից ոչ ճիշտ կազմակերպված լինելու պատճառով այդտեղ պիտի բանակ մասնակցեր, զորք պիտի մասնակցեր։ Պաշտոնական լրահոսի եւ իրականության անհաղորդությունն առավել ցայտուն դարձավ նոյեմբերի 9-ին, ինչ Երևանից Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե Շուշիի համար մարտերը շարունակվում են, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը հակադարձեց, Շուշին հայկական վերահսկողությունից դուրս է։ Իրադարձությունների շղթան ձգվեց մինչև այն պահը, երբ Նիկոլ Փաշինյանը Երևանից հաստատեց, այո, Շուշին ընկել է, իսկ Արցախի նախագահը հայտարարեց, զենքը դրել են Արցախը փրկելու համար։ Շուշին այո ընկել է եւ ընկնելուց հետո 2 անգամ Շուշին յետ գրավելու, յետ ազատագրելու փորձեր են եղել։ Առաջին փորձը չի ստացվել ընդհանրապես, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի եւ մուտք գործել եւ դիրքավորվել Շուշի, բայց այդ խումբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը եւ ըստ էության Շուշին շարունակել է մնալ ընկած։ Նոյեմբերի 8-ին առավոտյան քայլելով Ստեփանակերտի հրապարակում ես նշել եմ, որ եղել իմ կյանքի ամենածանր գիշերներից մեկը եւ ամենածանր լուսաբացներից մեկը։ Ինչու եմ հայտարարել, չացելով փակագիծը, որտեղ նոյեմբերի 7-ին մենք ամբողջությամբ կորցրել ենք վերահսկողությունը Շուշի քաղաքի նկատմամբ։ Մարտերը ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում 2-3 կիլոմետր հեռավորության վրա։ Եթե շարունակվեր այդ տեմպերով մարտական գործողությունները, օրերի ընթացքում մենք կորցնեինք ամբողջ Արցախը, ունենայինք շատ ավելի զոհեր։ Եթե կազմակերպվեր, Շուշին անառիկ է, Շուշին պիտի անպայման, հենց քարի տակում կարելի էր ոչնչացնել դրանց։ Այն որ ասում են գյորբաջոր, հենց քարի տակում պիտի գյորբաջոր անեն, որովհետև մեր համար ավելի նպաստավոր պայմաններ էր, իրենց համար աննպաստ էր, որովհետև քարի լեռնաշղթայից նայում ես, ափիտ մեջ երևում էր։ Գնացինք Մազիկար մունջումը արդեն ռուսական զորքներ կանգնած իրաց մեքենաների մեր դիմաց կապում էին, ես ասեցի քշի չկանգնես, ու ես իրանց ասում է հերո մնացեք, լիսա իմ հայրենիք սա ժամանակին հասնեիք մեզ, ու մեքենայը խփելով իրանց այդ ԲՏՌ-ներին անցանք
անցանք, մենք չկանգնեցինք, ինչքան ուզում էին մեզ պահել, քշեցինք, ճանապարհին գնացինք Շուշվա 3-րդ բավարոտից, մեր տղերքն էին տանկի կողքին, մեր տանկի կողքին, իրանց տանկով լի այնտեղ կանգնած էին մի քանի մեքենայով, դե սա խիստ ճանաչում են, սոսը ինչ ես անում, գիտեին, որ խփնված եմ, սոսը ինչ ես անում, ուր ես գնում, մեզ էլ ես տեսնում, մենք էլ ենք այդ նույն վիճակում բեն, խնդրում ենք քշած, ասամ չէ, ես պետք է քինամ, տեսնամ իսկապես Շուշին տված եմ։ Քարագլուխ Շոշի Բերդրայերը Շուշին դարեր շարունակ անվանել են անառիկ բերդաքաղաք։ Շուշիի պատմությունը չի սկսվել եւ չի էլ ավարտվել 2020 թվականի պատերազմով։ Այս քաղաքը եղել է կռվախնձոր, եղել է պատերազմի թատերաբեմ ռուսների, պարսիկների, քոչվոր ցեղերի եւ ադրբեջանցիների համար, բայց հայրենիք հայերի համար։ 2020 թվականի նոյեմբերյան կորուստը տարբերվում է, այն մեր սեփական անկազմակերպվածության, շփոթի եւ մոլորության ծանր հետևանքներ։ Շուշիի դասը թերևս մեկն է, որը դաջված է բերդաքաղաքի ամեն մի քարի վրա, չթերագնահատել հակառակորդին, կրկնապատկել սեփական ուժերն ու լինել անզիջում կազմակերպված, ինչը ցավոք այս անգամ մեզ չհաջողվեց։ Մեր 18-20 տարեկան տղաները կռվել են, նրանք չեն հանձնվել, միջև իրենց մահնել կռվել են, հերոսաբար են զոհվել, եթե զոհվել են։ Ու նմանապես այսօր էլ չեմ ասում, որ վերացած է այդ։ Չէ, մարդիկ կան, տղաներ կան, երեխաներ կան, որ իրենք էլի տրամադրված են։ Թե չէ, այս մեկը տվեցինք, Արցախը հանձնվեց, Հայաստանը լավ ապրում, դա չի լինելու։ Մեր դիմաց կանգնած է այնպիսի մի թշնամի, որ նա ընդհանրապես չի մտածելու, որ ասել լավ, սրանով բավարարվել։ Մեզ մնում է չթերագնահատել հակառակորդին, կրկնապատկել սեփական ուժերը, հույս ունենալով, որ պատմության անիվը դեռ մի օր կդառնա։